Սիրելի երազդանցիներ, այսօր Հայաստանի Հանրապետության պետական տոնացույցում շատ կարևոր և նշանակալի օր է, Հանրապետության օր։ Այն նշանավորվում է 1918 թվականին առաջին անգամ պետականության կազմավորմամբ։ Այդ պետությունը ստացավ Հայաստանի Հանրապետություն անունը։ 1990 թվականի օգոստոսի 23-ին, երբ Հայաստանը վերագտավ իր անկախությունը, Հայաստանի անկախության հռչակագրով այդ պետությունը կոչվեց վերստին Հայաստանի Հանրապետություն, կրճատ անվանումը Հայաստան։ 2026 թվականի հունիսի 7-ին մեր բոլորի միասնական քվեարկության առնվազն 1,500,000 հայերի երրորդ համարի քվեաթերթիկի քվեարկության արդյունքում այդ Հայաստանը դառնալու է ուժեղ Հայաստան։ Այս խորհրդանշական օրը այսօր առավոտյան Սարդարապատի հուշահամալիր էին այցելել ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II-ը և ուժեղ Հայաստանի մեր թիմակիցները։ Այլ մարդ այսօր այնտեղ չկար, բայց նույն օրը խափանվել է մեր վեհապար հայրապետի մուտքը Սարդարապատի հուշահամալիր։ Հայրենիքի գողերը փորձում էին արգելել մեր վեհապարին բարձրանալ Սարդարապատի հուշահամալիր և աղոթք հղել առնստված մեր պետականության կերտողների համար։ Դա նրանց չի հաջողվել։ Եվ այսօր վեհապար հայրապետը անարգել բարձրացել է Սարդարապատ Նարեկ Կարապետյանի և իր ընկերների հետ, փոխանցելու մեզ բոլորի Սամվել Կարապետյանի պատգամը, որ մենք ունենալու ենք ուժեղ Հայաստան։ Սիրելի երազդանցիներ, 2018 թվականին այս հրապարակը և ոչ միայն այս, Հայաստանի մյուս բոլոր հրապարակները լեցուն էին մարդկանցով։ Մարդիկ փոփոխություններ էին ուզում, մարդիկ խաղաղություն էին ուզում, մարդիկ արդարություն էին ուզում, մարդիկ համերաշխություն էին ուզում, բայց ինչ ստացան նրանք դրանից հետո այս 8 տարիների ընթացքում։ Ստացան պատերազմ, ստացան կորուստներ, մարդկային, տարածքային, նյութական։ Այսօր մենք քայլում ենք Հրազդանի փողոցներով և Հրազդանի շենքերի պատերին տեսնում այս քաղաքի այն հերոսական զավակների պատկերները, ովքեր իրենց կյանքն են տվել հանուն հայրենիքի։ Իսկ այսօր հայրենիքի գողերը, դավաճանները ուրանում են նրանց զոհողությունը, նրանց զոհողության վայրը մեր հայրենիքը չեն ուզում համարել։ Սա չի ներվելու և հիմա փորձում են վախի, շանտաժի, ատելության մթնոլորտով մարդկանց հետ պահել ուժեղ Հայաստան ունենալու իրենց գաղափարից ու տեսիլքից։ Դա չի հաջողվելու։ Ուզում եք մարդկանց վստահությանն արժանանալ, ներկայացրեք ծրագրեր, ներկայացրեք խոստումներ, վստահություն առաջացրեք մարդկանց մոտ, որ կարող եք փոխել նրանց կյանքը։ Դա դուք չեք կարող, դրա համար եք ստիպում, դրա համար եք վախեցնում, դրա համար եք ուժ կիրառում մարդկանց նկատմամբ։ Սա հիմա եք անում, իսկ հունիսի 7-ը լինելու է այդ մարդկանց ձեր պատասխան տալու ժամանակը և նրանք այդ պատասխանը կտան երրորդ համարի քվեաթերթիկով և այդ ժամանակ մենք ունենալու ենք ուժեղ Հայաստան։